Երբ Պենտեկոստի օրերը լրացան, բոլորը միասիրտ միատեղ էին, և հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն, սաստիկ հողմից եկած ձայնի նման, և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Եվ կային Երուսաղեմում բնակվող հրեաներ, երկյուղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։ Եվ երբ այս ձայնը լսվեց, բազմությունը հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզվով։ Ամենքը հիանում էին և զարմանում ու միմյանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացիներ են, բայց ինչպես է, որ մենք նրանց լսում ենք մեր յուրաքանչյուրի բարբառով, որ ծնված օրից խոսում ենք։ Մենք պարթևներ, մարեր և իլամացիներ, ու նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում և Գամիրքում, Պոնտոսում և Ասիայում, Փրոգիայում և Պամփիլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում և Հռոմից եկածներ, թե հրեաներ և թե հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք խոսում են մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին»։ Բոլորը զարմանում էին և միմյանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»։ Իսկ ուրիշներ ծաղրելով ասում էին. «Նոր գինուց հարբած են»։